Մենք կարողացել ենք մեր ինքնությունը պահպանել եւ այսօր էլ դրա անհրաժեշտությունը կա։ Մենք նորից պետք է վերադառնանք մեր արմատներին, որտեղից ծնվել եւ առաջացել են մեր հաջողություններն ու հաղթանակները։ Այսօր Դաշնակցությունը այո պետք է վերադառնա իր 135 տարի առաջվա այն վիճակին, երբ հայ հեղափոխականները միավորվեցին հենց այդ ուխտով, որ փրկեն հայ ժողովրդին։ Հայ հեղափոխականների միավորման այսօր անհրաժեշտություն կա։ Այսօր կա անհրաժեշտություն, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են մեր հավաքական ուժի զորությանը, հավատում են, որ մենք կարող ենք եւ պարտավոր ենք մեր երկիրը եւ մեր ապագան ինքներս տնօրինել, այսօր պետք է համախմբվեն։ Ասում եմ, որտեղ որ չարը շատացավ, այնտեղ բարին ամրացավ։ Մենք պետք է բարին ամրացնենք այսօր մեր մեջ։ Մենք պետք է անպայման այսօր նույն ընդդիմադիր դաշտում իրական ընդդիմադիր, որոնք որ իսկապես մի կողմ են դնում եւ երկրորդական են դարձնում բոլոր տարաձայնությունները եւ մեկ հստակ նպատակի շուրջ են համախմբվում, նպատակը վերականգնել մեր ինքնությունը պահպանող բոլոր արժեքները եւ աղբյուրները, այդ նպատակը պետք է բոլորիս միավորի եւ ով որ այդ նպատակին դեմ չի, մենք պետք է համարենք, որ նա մեր հետ է։ Եվ մի կողմ դնելով ես վստահ եմ, որ այդ միավորումը, ինչպես եղավ հայ հեղափոխականների միավորումը 135 տարի առաջ, նույն ձևով մեր ժողովրդին դաժան փորձությունները հաղթահարելով կբերի լուսավոր ապագա։